Եկեք անկեղծ լինենք, որքան էլ ասենք, որ Հայաստանը ուրույն երկիր է, իսկ մենք հայերս ուրույն ազգ ենք, այնուամենայնիվ շատ որոշակի նմանություն կա Հայաստանի ու եվրոպական երկրներից մեկի միջև, այո, խոսքը Հունաստանի մասին է, տեսեք, մենք երկուսս էլ հին ժողովուրդներ ենք, որոնք ունեն հոգևոր հսկայական ժառանգություն, ավանդույթներ, Հունաստանը կարելի ասել եվրոպական քաղաքակրթության օրրանն է, դեմոկրատիա բառն էլ հենց այնտեղ է ծնվել դեռ մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում։ Մենք էլ աշխարհում առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը պետական մակարդակով։ Իսկ հիմա երկուսս էլ վատ վիճակում ենք։ Եվ այս հակասությունը, անհամապատասխանությունը մեր երկու երկրների հասարակություններում էլ ծնել է անբավարարվածություն, անարդարության զգացում։ Եվ իմ կարծիքով այս հանգամանքը էապես ազդում է իրատեսական քաղաքական որոշումներ կայացնելու մեր ունակության վրա։ Կրկնեմ, սա զուտ իմ անձնական սուբյեկտիվ կարծիքն է, գիտեմ, որ շատերը չեն համաձայնի։ Բայց չեք ժխտի, որ թե մենք, թե հույները շատ հաճախ փորձում ենք մեր դժբախտությունների առնվազն որոշ մասը բարթել արտաքին գործոնների վրա։ Չեմ ուզում կրկին հնչեցնել այն մեղադրանքները, որոնք մենք երբեմն ներկայացնում ենք մեծ տերություններին, բա ինչու ժամանակին ոչինչ չարեցիք մեզ փրկելու համար, հիմա ինչու մեր կողքին կանգնած չեք եւ Ղարաբաղի հարցում մեր դատը արդար է եւ այլն։ Հենց այս օրերին հարց են տալիս էկոնոմիկայի նախարարին։ Բա ասում էիք, որ Եվրասիական միություն կմտնենք, շատ մեծ օգուտներ կունենանք։ Այդ ինչպես եղավ, որ արտահանումը ավելի քան 1/4-ով կրճատվեց այս տարի, տնտեսական աճը 0-ից այնքան էլ հեռու չէ, ներդրումներ չկան, տնտեսությունն էլ վատ վիճակում է։ Պատասխան։ Արտաքին գործոններն են պատճառը։ Ռուսաստանում ճգնաժամ է, պատժամիջոցներ, տարադրամը արժեզրկվեց, միջազգային շուկայում էլ պղնձի գինը իջավ։ Մենք ինչ կարող ենք անել։ Բայց ախր միջազգային կառույցները ձեզ ասում են, թե ինչ կարող եք անել։ Վերացրեք մենաշնորհները, մի թույլ տվեք, որ պետական պաշտոնյան բիզնես ունենա եւ թաքցնի եկամուտները, հարկահավաքությունը ավելի արդյունավետ դարձրեք եւ վերջապես գոնե էապես նվազեցրեք կոռուպցիան, արեք այդ ամենը եւ կտեսնեք, անկախ արտաքին գործոններից առաջ կգնաք։ Ինչպես նվազեցնեմ կոռուպցիան, երբ դա բազմահազար չինովնիկների բարեկեցության աղբյուրն է։ Ինչպես ասեմ բարձրաստիճան պաշտոնյային չի կարելի բիզնեսով զբաղվել, երբ ես էլ եմ բարձրաստիճան պաշտոնյա ու բիզնես ունեմ։ Մենաշնորհները վերացնեմ, ծիծաղում եք։ Այդ մենաշնորհն ունեցողի ողջ համակարգում արտադրություն, ներկրում, առաքում, պահեստավորում, սպասարկում, վաճառք աշխատում է առնվազն 10,000 մարդ ու ամեն ընտրություններում այդ 10,000-ը իրենց ընտանիքներով հանդերձ ձայնը ինձ են տալիս։ Ուզում եք ես իրեն զրկեմ մենաշնորհից, որ ինքս էլ իշխանությունից զրկվեմ։ Հիմա միջազգային ֆինանսական կառույցներն ու Եվրամիությունը նույն բանը հույներին են ասում։ Դուք արտաքին գործոնների վրա ամեն ինչ մի գցեք, դուք աշխատում եք քիչ եւ անարդյունավետ, իսկ ծախսում եք շատ ու աննպատակ։ Ու փոխանակ դա շտկեք, բողոքում եք, թե Անգելա Մերկելը ձեզ ուզում է խեղդել։ Իսկապես վաղը Հունաստանը պետք է տոկոս վճարի միջազգային կառույցներից եւ Եվրամիությունից վերցված պարտքի դիմաց 450 միլիոն եվրո։ Իսկ դա չափազանց դժվար է։ 10 այդ գումարը փող չի մնա աշխատավարձ եւ թոշակ վճարելու համար։ Հունաստանի այս նոր իշխանությունները երկու ուղի են տեսնում՝ պահանջատիրություն եւ Ռուսաստան։ Համաձայն եք, էլի մեզ հետ նմանություն կա։ Մենք պահանջատեր ենք առաջին աշխարհամարտում տեղի ունեցածի համար, հույները երկրորդ աշխարհամարտում։ Տարբերությունն այն է, որ երբ գումարի մասին է խոսքը, մենք կոնկրետ թիվ չենք նշում, հույները նշում են։ Հենց երկուշաբթի օրը Հունաստանի կառավարությունը հայտարարեց, որ
Երկրորդ համաշխարհային պատերազմում պատճառած կորուստների եւ վնասների դիմաց Գերմանիան Հունաստանին պետք է վճարի $300 միլիարդ։ Բերլինը հակադարձում է։ 90 թվականին երկու Գերմանիաների միավորումից առաջ հիմնարար համաձայնագիր է ստորագրվել 4 տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հետ, ու դրանով պատերազմի հետ կապված բոլոր հաշիվները փակվել են։ Այն ժամանակ ձայն չհանեցիք, ուրեմն բարի եղեք հիմա էլ լռել։ Հիմա երկրորդ ուղղության մասին, որով փորձում է գնալ Հունաստանը, շատ ծանոթ, կարելի է ասել, մեզ համար հարազատ ուղղություն է՝ դեպի Ռուսաստան։ Մենք դեռ նախանցած տարի ճամփաբաժանին էինք գնալ Եվրոպա, թե գնալ Ռուսաստան։ Ընտրեցինք Մոսկովյան ուղղությունը։ Մենք շատ կոնկրետ պատճառներ ունեինք, հիմա էլ Հունաստանը ունի։ Իհարկե, խոսքը Եվրասիականին միանալու մասին չէ, դա բացառվում է։ Հունաստանը ի վերջո Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ է։ Բայց Ռուսաստանը հիմա կարող է փրկողակի նման մի բան լինել Հունաստանի համար։ Եվ պատահական չէ, որ հենց այսօր Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Կրեմլում հանդիպում է Վլադիմիր Պուտինի հետ։ 3 հիմնական ակնկալիք կա։ Մեկը գազի հետ է կապված։ Հույներն ասում են, մեր տարածքով անցկացրեք նոր գազատարը ու նաև զեղչված գնով գազ վաճառեք մեզ։ Երկրորդ ակնկալիքը փողն է, այսինքն վարկ տվեք, պարտքներս փակենք։ Եվ երրորդը բացառություն արեք մեզ համար եւ վերացրեք Հունաստանից սննդամթերք ներմուծելու էմբարգոն։ Սա շատ լուրջ խնդիր է։ Մի օրինակ բերեմ ընդամենը։ Նախանցած տարի, երբ դեռ չկար Ուկրաինայի հարցը եւ Ռուսաստանը Եվրամիության հանդեպ պատասխան պատժամիջոցներ չէր սահմանել, Հունաստանը Ռուսաստան առաքեց 150 միլիոն եվրոյի ելակ ու դեղց, էլ մնացածի մասին չեմ ասում։ Անցած տարի, երբ Մոսկվան փակեց դռները եվրոպական ապրանքի առջև, այդ ելակն ու դեղցը մնացին հունական պահեստներում ու պարզապես փտեցին։ Պատկերացնում եք, դեն նետել 150 միլիոն եվրոյի ելակ ու դեղց։ Ու Ռուսաստանը պատրաստ է զիջումների գնալ։ Հենց երեկ այդ երկրի գյուղատնտեսության նախարարը հայտարարեց. այո, կարող ենք բացառություններ անել եվրոպական որոշ երկրների՝ Հունաստանի, նաև Հունգարիայի եւ Կիպրոսի համար։ Հասկանալի է, չէ՞, թե ինչու։ Թաքցնելու բան չկա։ Կրեմլը ուզում է, որ Եվրամիությունում ճաքեր առաջանան։ Իրենց գործն է, մեր շահագրգռությունը բոլոր դեպքերում այն է, որ Հունաստանը դուրս գա ճգնաժամից, որովհետև եթե համաձայն եք, որ մեր երկու երկրների միջև շատ որոշակի նմանություն կա, պիտի համաձայնեք նաև, որ եթե Հունաստանը կարողանա դիմագրավել այս փորձությանը, մեզ համար էլ հույս կա, ուրեմն մենք էլ ի վերջո կհաղթահարենք բոլոր դժվարությունները։ Հոդեմ չէ։